Սրբով է դրանիս Իսուսի Քրիստոսի վարստովանու, դերն մեր Իսուս Քրիստոս, Իսուսը սավանոնց հաստատ կիցեք, թե մարդու որդին ինքիր մե ոչինչ կգադարը, այլ կգադարե միայն այն ինչ որ կտեսնե թե հայրը կգադարը, որովհետև ինչ որ հայրը կկործե, որդին աննույնը կկործե, հայրը կսիրե որդին, և անոր ցույց կուտա ինչ որ ինքը կգադարը, դա գավին ծեր դեսազներեն ավելի սքանչելի կործեր ալցույց պիտի դա որդին, այնպես որ դուք պիտի զարմանաք, ինչպես որ հայրը մերենները կհարուցանե և կյանք կուտա անոնց, նույնպես ալ որդին կյանք կուտա իր ուզածներուն, և հայրը ովևէ մեկը չի թադեր, այլ թադելու իշխանությունը ամբողջությամբ հանձնած է որդին, որպեսզի բոլորն ալ պատվեն որդին, ինչպես որ հայրը կպատվեն, անոր չի պատվեր որդին, չի պատվեր հայրը, որ զայն ղրգած է։ Լավ կիցեք, ով որ իմ խոսքերս կլսե և կհավատա անոր, որ զիս ղրգեց, հավիտենական կյանք ունի և պիտի չդատապարտվի, որովհետև արդեն իսկ մահեն կյանքի անցած է, հաստատ կիցեք, ժամանակ կուքա և արդեն իսկ եկած է, և մերելները Աստուծո որդին ցայնը պիտի լսեն, և լսողները պիտի ապրին, որովհետև ինչպես որ հայրը կյանք պարգևելու զորություն ունի իր մեջ, այդ զորությունը տված է նաև որդին, նույնպես ալ թադելու իշխանությունը տվավ որդին, որովհետև անիկա մարդու որդին է, ուրեմն մի զարմանաք որ ասի, թե ահա գուքա ժամանակը, երբ բոլոր անոնք, որոնք գերեզմաններու մեջ են, պիտի լսեն անոր ցայնը և դուրս գան, անոնք, որ բարիք գործած են, հարություն պիտի առնեն և ապրին, իսկ անոնք, որ չարիք գործած են, հարություն պիտի առնեն և դատապարտվին։ Ես ինձ մեջ չեմ գրնար թադել, այլ կթադեմ այնպես ինչպես հոր մեզ կլսեմ, և ուրեմն իմ թադաստանս արդար է, որովհետև կգործադրեմ ոչ թե իմ կամքս, այլ կամքը անոր, որ զիս ղրգեց։